Բարեկամներ ողջունում եմ ձեզ, ես այս պահին հիմա գտնվում եմ Իրանի ամենահարավային հատվածում, Հորմուզ կղզում, այո դուք սխալ չլսեցիք, Հորմուզ կղզում, որը գտնվում է Հորմուզ նեղուցի մեջտեղում ըստ էության։ Իմ հետևի մասում, հետնամասում դուք տեսնում եք այն նավերը, որոնք արգելափակված են դեռևս պատերազմային հատվածից, երբ Իրանը որոշեց արգելել, այսպես փակել այդ ճանապարհը նավերի համար եւ այդ նավերը, որոնք կանգնած մնացին մինչեւ օրս, շարունակում են լինել այստեղ եւ նրանց ըստ էության շարժը դեռևս որևէ ընթացք չի տրված, այսինքն կախյալ վիճակում են, կախված վիճակում են գտնում իրենց կարգավիճակը, մարդիկ, նավաստիներ եւ այլն շարունակում են մնալ նավերի վրա։ Հիմա քաղաքական հատվածը, իհարկե շատերը սպասում են, որ համաձայնագիրը կամ հուշագիրը ստորագրելուց հետո նեղուցը կբացի, որովհետև շատերի, այդ թվում է Միացյալ Նահանգների համար ամենակարևոր կետերից մեկը նեղուցի բացման հարցն է, որպեսզի Իրանը թույլ տա, որ նավերը շարունակեն երթևեկը, ինչպես որ եղել է մինչև պատերազմը, սա երկար ըստ էության կարծում եմ process է, այսինքն այնպես չէ, որ անմիջապես թղթին հանձնած պայմանները անմիջապես ի կատար են ածվելու։ Սա ուղղակի էլի կրկին մի փոքր ակնարկառային, որ ամեն ինչը չէ, որ փաստաթղթով ինչ որ ֆիքսվում է, անմիջապես իրականանում է իրական ռեալ կյանքում։ Ես տեսնում եմ այս նավերը, տեսնում եմ նաև այն քննարկումները, որոնք Իրանի ներսում տեղի ունենում այսօր, տարբեր կարծիքներ, համաձայն, չհամաձայն լինելու պայմանների քննարկումը, թե որքանով է այն հուշագիրը, որը ստորագրվել է նպատակահարմար, գիտենք, որ Իսրայելը բավականին դեմ է եւ կոշտ է արտահայտվել, ամերիկյան որոշ գործիչներ դեմ են արտահայտվել, Միացյալ Նահանգների շատերը կողմ են արտահայտվել, Իրանում եւս տարբեր կարծիքներ կան։ Սա այն բարդ կողմերի մասին է խոսում արտաքին քաղաքականության, երբ շատերը հաճախ նաև Հայաստանում արտգանցում է, որ արտաքին քաղաքականության, այդ թվում է Հայ-Ադրբեջանը, ես հատուկ եմ միշտ այդ զուգահեռները անցկացնում, որպեսզի մենք կոնտեքստից դուրս չլինենք։ Հաճախ պատկերացնում, որ ամեն ինչ կարող է շատ հանգիստ, շատ արագ, շատ կտրուկ ձևով փոխվել եւ 180 աշճանով շրջել ամբողջ ընթացքը։ Դա այդքան էլ այդպես չի, եթե ոչ ընդհանրապես այդպես չի։ Ես կշարունակեմ եւս մի քանի ռեպորտաժ անել Իրանից, նորից հիշեցնեմ, որ ես այս պահին Հորմուզի հենց նեղուցի վրա եմ, Հորմուզ կղզու վրա, որը ինչ որ առումով այդքան էլ այցելուների համար բաց չէ, այստեղ ապրում են մարդիկ Հորմուզի կղզում, բայց այն հիմնականում ավելի շատ կարելի ասել կատարում է որոշակի ուղակի ծովային, այսպես ասած, գործառույթ եւ այստեղով նավերը անցնում գնում են, որոնց երթևեկը, ինչպես արդեն նշեցի, այս պահին կանգնած է։ Ես ուզում եմ, որ դուք հետևեք մեր այս աշխատանքներին, Եվրամեդիայի 24-ի աշխատանքներին եւ նաեւ ձեր արձագանքները եւ հարցերը հղեք, եթե դրանց կարիքը կա։ Շնորհակալություն, շարունակեք հետևել մեր աշխատանքներին, ձեզ հետ է քաղաքագետ Գևորգ Միլքյանը Իրանից։